պարզ ահազանգեր են հնչեցնում, առանց իրենց փինի հաստատման վարկ է ձևակերպվել։ Բանկը մտահոգված է արդյոք, որ այսքան խոցելի է այսպես անվտանգային համակարգ կա։ Առավել ևս, ես կարող եմ ձեզ երկրորդել եւ ասել, որ ոչ միայն մտահոգված ենք մենք, ընդհանրապես ստեղծարարությունների թեման, զարգացումը եւ թափը, այն ծավալները, որ սա հավաքում է, ամբողջ աշխարհում է նկատելի։ Ոչ միայն մեր տարածաշրջանում կամ մեր երկրում կամ մեր բանկի մասշտաբով։ Բնականաբար, արդեն ամիսներ ինչ այս թեման ակտուալ է եւ սկսած առաջին իսկ պահից բանկը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել ստեղծարարությունների հնարավորությունը ընդհանրապես արմատապես բացառելու ուղղությամբ։ Ասեմ, որ դեռևս մինչ ստեղծարարությունների սկսվելն էլ, ինչպես եւ կարգն է, բանկում ներդրված է եղել երկքայլ նույնականացման համակարգ, որը ինքնին բացառում է որևէ ստեղծարարություն։ Այսինքն տեխնիկապես հնարավոր չի իրականացնել ստեղծարարություն, եթե հաճախորդը, ասում եմ, եթե հաճախորդը չի տրամադրում իր անձնական տվյալները, որոնք են քարտի համարը կամ հաշվի համարը, քարտի վրայի թվերը, եռանիշ անվտանգության կոդը, որը քարտի հետևում է գրվում։ Նայեք, այստեղ քաղաքացիներ կան, որոնք պնդում են, որ իրենք չեն տրամադրել եւ օրինակ հենց ներսում գտնվող ավանդից վարկ է ձևակերպվել։ Ասեմ, մինչ այսօր եղած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվել են բանկի անվտանգության համակարգի վերահսկողության կողմից եւ ամեն անգամ պարզվել է, որ այնուամենայնիվ հաճախորդը ինքն է տրամադրել տվյալները, այս կամ այն ուղղակի եւ անուղղակի ձևով, հասկանում եք, լինկեր են գալիս, հղումներ են գալիս, տարբեր հասցեներից, որոնք որ դժվար է իրականում առաջին հայացքից անմիջապես իդենտիֆիկացնել, որ իրականը չի։ Օրինակ, պետք է մասնագետ լինել, որ մասնագետ չէ, ոչ, պարզապես պետք է ուշադիր լինել։ Անգամ եթե դուք ուշադիր չեք, եկել է հղումը, լրացնում եք ձեր տվյալները, մեկ անգամ պետք է հարց տալ, արդյոք պետք է իմ քարտի հետևի եռանիշ թիվը այստեղ լրացնել, եթե ես եմ օրինակ կատարում, եթե ինձ են օրինակ կատարում փոխանցում կամ դեպքերը տարբեր կարող են լինել, բայց նույնիսկ այդ դեպքերի համար էլի բանկում երրորդ շերտ անվտանգության համակարգն է այսօր տեղադրված, որը ենթադրում է ոչ թե երկքայլ նույնականացում, այլ եռաքայլ նույնական։ Արդեն մի քանի ամիս է ինչ ներմուծվել է եւ ես կարող եմ վստահաբար ասել, որ այդ երրորդ երաշերտից հետո որևէ ստեղծարարության դեպք Առաջին բանկում չի եղել։ Մեր հաճախորդների հետ ամեն դեպքում չի եղել, բայց նորից եմ ասում, կարող է լինել, եթե հաճախորդը ինքն է տրամադրում իր տվյալները։ Ամեն դեպքում զիջումներ հնարավոր են, խնդրահարույց այս ձևակերպումների հետ կապված հաշվի առնելով, որ այո, հնարավոր է, որ նաև բանկի բացթողման հետևանք է։ Իրականում ախր բանկի բացթողումը չէ, հենց դա եմ ուզում ասել։ Բանկի բացթողման հետևանքով ավանդը եղել է ձեր բանկում հենց բանկի ավանդից վարկ է ձևակերպվել։ Դա արդեն խնդիր է։ Տեսեք, հիմա մենք այդպես է նկարագրում ենք քեյսը։ Քաղաքացու մոտ չի եղել ավանդը հենց եղել է բանկում։ Հասկանալի է, որ բանկում է եղել, բայց քաղաքացու ավանդին հասանելիություն ունի միայն քաղաքացին։ Նույնիսկ եթե այդ ավանդը մեր բանկում է, ավանդի գումարին եւ այդ գումարի հետ կատարվող տարբեր ֆինանսական գործարքներին հասանելիություն ունի միայն քաղաքացին։ Պնդում է, որ ինքը մի քանի անգամ զանգել է ձեր տեխնիկական բաժնին, գուցե հենց այդ քաղաքացուն հրավիրենք, թողասի, որ զանգահարել է ձեզ եւ քայլեր չեն ձեռնարկվել ըստ անհրաժեշտության։ Մի քանի ժամվա ընթացքում նույնիսկ ինքը կարող է դիմել բանկին։ Մեզ պետք է մանրամասն ինֆորմացիա։ Այսպես բանավոր 1-2 բառով երբ որ ասում ենք, բազմաթիվ կարևոր մանրուքներ կան, որոնք կարող են արանքում բաց թողնվել եւ որոնք կարող են դիմել նորեք իմանում դուք, այսինքն այդ մարդիկ իրենց խնդիրներով չեն եկել բանկ դիմելու։ Եթե դիմել են, ուրեմն դիմել են եւ մեր մոտ քննվել է։ Բոլոր դեպքերի մասին չէ։ Այո, իհարկե, բոլոր դեպքերի մասին չէ, որ ես հենց հիմա կարող եմ այդպես հիշել եւ ասել, բայց ցանկացած դեպքի համար մենք անգամ եթե քաղաքացիները չեն դիմում, մեր վերահսկողության համակարգը անընդհատ մոնիտորինգի մեջ է, անընդհատ նայում է արդյոք կասկածելի գործարքներ են տեղի ունենում թե ոչ, եթե հանկարծ որևէ կասկած է առաջանում, գործարքը կասեցվում է եւ այլն։ Այս ամեն ինչը ներդրված եւ աշխատող անխափան աշխատող համակարգ է։ Շնորհակալություն տեսակետի համար։ Ձեզ նույնպես։ Ամեն քեյս առանձին է պետք քննարկել, բայց ես էլի եմ ասում, փոխհատուցման տարբերակը ենթադրում եմ, վստահաբար չեմ ասում, կարող է լինել միայն այն դեպքում, եթե բանկն է մեղավոր, բայց բանկը հաստատ մեղավոր չի։